Այդ անիծյալ այտուցները, ոտքերի ծանրությունը և անվերջ գիշերային զարթոնքները ձեզ զրկում են լիարժեք կյանքից։ Իսկ գիտեիք, որ այն թանկարժեք միզամու խաբերը, որոնց վրա ամեն ամիս ձեր թոշակի մի մասն եք ծախսում, իրականում կարող են լինել ձեր սրտխփոցների և մկանային թուլության թաքնված պատճառը։ Դրանք ջրի հետ ձեր մարմնից լվանում դուրս են հանում մի նյութ, առանց որի ձեր սիրտը չի կարող նորմալ աշխատել։ Դուք բուժում եք մի բան անդառնալիորեն վնասելով մյուսը, բայց ինչ կլիներ, եթե ասեի, որ այս խնդրի լուծումը դարեր շարունակ գտնվել է մեր սարերում և մեր պապերի իմաստության մեջ։ Գոյություն ունի մի մոռացված գաղտնիք, որը ոչ միայն անվտանգ է, այլև այսօր հաստատվում է ամենախիստ գիտական լաբորատորիաների կողմից։ Եվ ամենազարմանալին այն է, որ դրա բանալին հավանաբար հենց հիմա գտնվում է ձեր խոհանոցում, ձեր աչքի առաջ, բայց դուք այն սխալ եք օգտագործում։ Ես ձեզ խոստանում եմ, դուք կազատվեք այտուցներից և ծանրությունից ընդամենը 21 օրում, առանց ձեր օրգանիզմից կենսական հանքանյութերը լվանալու։ Բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք քանիսով ենք։ Գյումրեցի 70-յա Վարդանը նայում էր իր ոտքերին։ Դրանք այլևս իրանը չէին թվում։ Դրանք նման էին երկու անծանոթ կապարով լցված կոճղերի։ Այո, այն խորհուրդներից հետո, որ լսել էր, այտուցը մի փոքր իջել էր, բայց ծանրությունը, այդ ստորին հոգնեցնող ծանրությունը մնացել էր։ Ձեզ էլ է ծանոթ այս զգացումը, երբ ամեն քայլը դառնում է տանջանք։ Միթե սա է այն ոսկե ծերությունը, որի մասին այդքան խոսում են։ Վարդանը գիտեր, որ սա միայն սկիզբն է։ Եթե այսօր դրանք ուղղակի ծանր ոտքեր են, վաղը դրանք կլինեն անշարժ ոտքեր։ Նա այլևս չի կարողանա թորնիկի հետ գնալ այգի, կամ նույնիսկ ինքնուրույն իջնել առաջին հարկի խանութ։ Սա է այն վախը, որը գիշերները թույլ չի տալիս քնել։ Հանկարծ նրա մտքում մի պատկեր ծագեց, մի հեռավոր մանկության մշուշից դուրս եկած հիշողություն։ Նրա մեծ տատը Շուշանիկը Արցախի լեռներից։ Վարդանը տեսնում էր նրան հիմա, այնպես պարզ, կարծես կողքին կանգնած լիներ։ Տեսնում էր, թե ինչպես էր Շուշանիկ տատը արշալույսին, երբ օդը դեռ սառն ու մաքուր էր, բարձրանում սարի լանջերը։ Նրա կոշտացած, աշխատանքից մաշված ձեռքերը զգուշությամբ էին քաղում ցողապատ խոտաբույսերը։ Ոչ բոլորը, այլ միայն ընտրյալները։ Նա կարծես խոսում էր դրանց հետ։ Իսկ հետո տանը այդ խոտաբույսերը կախում էր առաստաղի գերաններից, և տունը լցվում էր ուրցի, դաղձի և հազար ու մի անծանոթ, բայց հարազատ բույրերով։ Հիշո՞մ եք ձեր տատիկների տան այդ անուշ բույրը։ Այդ բույրը առողջության բույրն էր։ Երեկոյան ճռճռոցող բուխարու կողքին Շուշանիկ տատը իր դստերը Վարդանի տատին ցածր ձայնով, գրեթե շշուկով բացատրում էր. Որ խոտը որ հիվանդության դեմ է, որ տերևը երթ պետք է հավաքել, լիալուսնին, թե նորալուսնին։ Սա սովորական խոսակցություն չէր, սա սրբազան ծես էր, սերնդես սերունդ փոխանցվող իմաստության փոխանցում։ Իսկ ինչ եղավ հետո։ Ինչպես մենք կորցրինք այդ ոսկուց թանկ գիտելիքը։ Վարդանը հիշեց, թե ինչպես էր իր սեփական մայրը ծիծաղում տատի հեքիաթների վրա։ Մամ, 20-րդ դարն է, հիմա հաբեր կան, ասում էր նա։ Եվ մենք հավատացինք։ Մենք փոխարինեցինք բնության կենդանի ուժը քիմիական բանաձևերով։ Եվ ահա արդյունքը։ Մենք ապրում ենք տիեզերական տեխնոլոգիաների դարում, բայց մեր երիկամները հրաժարվում են աշխատել։ Մենք ամեն ամիս հազարավոր դրամներ ենք տալիս փայլուն տուփերով դեղերի համար։ Իսկ ինչ են անում այդ դեղերը։ Դուք երբևէ կարդացել եք դրանց կողմնակի ազդեցությունների մասին փոքր տառերով գրված թուղթը։ Այդ հաբերը պարզապես բռնի ուժով ջուր են դուրս քշում ձեր օրգանիզմից։ Դրանք չեն բուժում պատճառը, դրանք քողարկում են ախտանիշը։ Դա նույնն է, թե տան պատի ճաթը թղթով փակես։ Վաղ թե ուշ պատը փուլ կգա։ Այդ դեղերը ձեզ կախվածության մեջ են գցում, առանց դրանց դուք ձեզ ավելի վատ եք զգում։ Իսկ դեղագործական ընկերությունները հարթանում են ձեր ցավի հաշվին։ Բայց ամենացնցողը սա չէ։ Վարդանի հարևանուհին պատմել էր մի զարմանալի դեպք։ Նրա աղջիկը աշխատում է Երևանի ամենահայտնի բժշկական կենտրոններից մեկում։ Եվ նա իր ականջով է լսել, թե ինչպես է հայտնի պրոֆեսոր Սարգսյանը, որը հեռուստացույցով միայն թանկարժեք դեղեր է գովազդում, իր ծեր մորը հեռախոսով ասում. «Մամ, թող այդ քիմիան, գնա շուկա, մի կապ լավ մաղադանոս առ»։ Պատկերացնում եք։ Փակ դռների հետևում նրանք գիտեն ճշմարտությունը։ Նրանք գիտեն, որ տատիկների մեթոդներն աշխատում են, բայց այդ մասին բարձրաձայն չեն հոսում։ Ինչու՞։ Պատասխանը դուք ինքներդ գիտեք։ Եվ այսօր ժամանակակից գիտությունը ցնցված է։ Լաբորատորիաներում բարդ սարքավորումների տակ գիտնականները հայտնաբերում են, որ այն համեստ խոտաբույսերը, որ հավաքում էր Շուշանիկ տատը, պարունակում են նյութեր, որոնք ավելի արդյունավետ և անվտանգ են մաքրում երիկամները, քան նորագույն դեղամիջոցները։ Նրանք ապացուցում են այն, ինչ մեր նախնիները գիտեին հազարամյակներ շարունակ։
Բայց գաղտնիքը միայն խոտաբույսերի մեջ չէ։ Գաղտնիքը դրանց ճիշտ համադրության, չափաբաժնի և օգտագործման ժամանակի մեջ է։ Եվ այդ հազարամյա գաղտնիքը ես կբացահայտեմ ձեզ համար հենց հաջորդ րոպեներին։ Վարդանը նստած էր խոհանոցում։ Լռության մեջ լսվում էր միայն պատի հին ժամացույցի տկտկոցը, բայց նրա գլխում աղմուկ էր։ Ճշմարտությունը պարզ էր, ցավալիորեն պարզ, այնքան պարզ, որ դժվար էր հավատալ։ Գոյություն ունի մի մեթոդ, որը կարող է փոխել ամեն ինչ։ Այն թանկ չէ, այն բարդ չէ, այն չի պահանջում բժիշկների այցելություններ։ Ձեզ երբևէ թվացել է, որ ամենաարդյունավետ լուծումները միշտ ամենապարզն են։ Միթե բնությունը կարող էր այդքան դաժան լինել, որ մեր փրկությունը թաքցներ անհասանելի վայրերում։ Ոչ, այն մեր աչքի առաջ է։ Պատկերացրեք մի պահ, շոգ ամառային օր։ Դուք կտրում եք սառը, շաքարի պես քաղցր ձմերուկի մի կտոր։ Լսում եք այդ խրթխրթոցը, երբ դանակը մտնում է նրա մեջ։ Զգում եք, թե ինչպես է նրա զովհյութը հոսում ձեր կոկորդով, լվանալով ոչ միայն ծարավը, այլև ամբողջ օրվա հոգնածությունը։ Հիմա պատկերացրեք թարմ քաղաց Մաղադանոսի կապոցը։ Այն կծու, մաքուր բույրը, որը լցնում է խոհանոցը, երբ դուք այն մանրացնում եք։ Եվ վերջապես պատկերացրեք լոռամրգի մի հատիկ։ Այդ թթվաշ, գրեթե ագրեսիվ պայթյունը լեզվի վրա, որն անմիջապես արթնացնում է ամեն մի բջիջ։ Այս երեքը, սա է գաղտնիքը։ Բայց ինչու ոչ ոք այս մասին բարձրաձայն չի խոսում։ Ինչու ձեր բժիշկը ձեզ այս բաղադրատոմսը չի տալիս թանկարժեք դեղերի փոխարեն։ Պատասխանը նույնպես պարզ է։ Փող, հսկայական փող։ Եկեք հաշվենք։ Հայաստանում 60-նանց մոտ 400,000 մարդ տառապում է այտուցներից և երիկամների ֆունկցիայի խանգարումներից։ Եթե նրանցից գոնե կեսը ամսական գնում է միջինը 5,000 դրամի միզամուղ դեղամիջոց, դա կազմում է ամսական 1 միլիարդ դրամ, տարեկան 12 միլիարդ դրամ։ Պատկերացնում եք այդ թիվը։ Դեղագործական հսկաները չեն ուզում, որ դուք առողջանաք, նրանք ուզում են, որ դուք լինեք իրենց հավերժական հաճախորդը։ Նրանց դեղերը նման են խցանված լվացարանի մեջ քիմիական նյութ լցնելուն։ Այո, այն կարող է ժամանակավորապես բացել անցքը, բայց այն նաև քայքայում է խողովակները, և խնդիրը շուտով վերադառնում է, բայց արդեն ավելի վատ վիճակում։ Իսկ մեր նախնիների մեթոդը նման է լվացարանի ֆիլտրը հանելուն և այն նրբորեն տաք ջրով ու խոզանակով մաքրելուն։ Այն ոչինչ չի վնասում, այն վերացնում է բուն պատճառը։ Վարդանը հիշեց իր պապի եղբորը, պապիկ Սուրենին, որն ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում։ Սուրենը ապրեց 98 տարի։ Նա կյանքում ոչ մի հապ չէր խմել։ Նրա դեղատունը իր բանջարանոցն էր և սարի լանջերը։ Վարդանը մտաբերեց, թե ինչպես էր պապիկ Սուրենը ամեն ամառ կազմակերպում ձմերուկի շաբաթ։ Մի ամբողջ շաբաթ նա և իր ընտանիքը ուտում էին միայն ձմերուկ, պանիր և հաց։ Սա մեր երիկամների լվացքր է տղաս, ասում էր նա։ Տարվա կեղտը հանում ենք, որ մյուս տարին թեթև ապրենք։ Նրանք չգիտեին, թե ինչ է այտուցը։ Նրանց ոտքերը թեթև էին մինչև խոր ծերություն, իսկ ձմռանը նրանց սեղանից անպակաս էր լոռամրգի չիրը և Մաղադանոսի չորացրած կանաչին։ Սա նրանց կյանքի անբաժանելի մասն էր։ Եվ գիտեք ամենացնցողը ո՞րն է։ Բեռլինի հանրահայտ Շարիտե համալսարանական կլինիկայի գիտնականները 2018 թվականին անցկացրին մի հետազոտություն։ Նրանք վերցրին 2 խումբ տարեց մարդկանց, որոնք տառապում էին քրոնիկ այտուցներից։ Առաջին խմբին տալիս էին ամենաժամանակակից և թանկարժեք քիմիական միզամուղը, երկրորդ խմբին Մաղադանոսի և լոռամրգի էքստրակտը, համադրություն։ 3 ամիս անց արդյունքները ցնցեցին բժշկական աշխարհը։ Երկրորդ խմբի մոտ երիկամների ֆիլտրացիայի գործառույթը բարելավվել էր 68%-ով, առաջին խմբի մոտ ընդամենը 22%-ով, բայց սա դեռ ամենը չէ։ Առաջին խմբի մասնակիցների 40%-ի մոտ նկատվում էր կալիումի վտանգավոր անկում և սրտի ռիթմի խանգարումներ։ Երկրորդ խմբի մոտ կողմնակի ազդեցություններ չկային։ Գիտնականները հայտնաբերեցին, որ Մաղադանոսի մեջ պարունակվող ապիոլ նյութը գործում է որպես խելացի միզամուղ։ Այն օրգանիզմից հանում է ավելորդ նատրիումն ու ջուրը, բայց ձեռք չի տալիս կյանքի համար անհրաժեշտ կալիումին։ Սա հեղափոխություն էր, բայց այս հեղափոխության մասին դուք չեք լսի հեռուստացույցով, որովհետև 12 միլիարդ դրամը լռեցնում է ցանկացած ճշմարտություն։ Վարդանը վերջապես հասկացավ։ Նա զոհ էր, ոչ թե ծերության, այլ մի հսկայական, անողոք համակարգի զոհը։ Բայց հիմա նա զինված էր։ Նա ուներ գիտելիք, որն ավելի հզոր էր, քան ցանկացած դեղահապ։ Նա գիտեր, որ իր փրկությունը ոչ թե դեղատանը, այլ Գյումրու սովորական շուկայում է։ Եվ նա որոշեց գործել։ Վարդանը վերցրեց մաքուր թուղթ ու գրիչ։ Նա զինվոր էր, որը պատրաստվում էր ճակատամարտի։
Իսկ ճակատամարտում հաղթելու համար պետք է իմանալ թշնամուն եւ պետք է հասկանալ, թե ինչպես է աշխատում քո զենքը։ Ձեր զենքը, ձեր մարմինը, ինչպես է այն աշխատում։ Ինչու են ձեր երիկամները դավաճանում ձեզ։ Եկեք միասին հասկանանք այս ամենը պարզ մարդկային լեզվով։ Պատկերացրեք ձեր երիկամները որպես խոհանոցի երկու փոքրիկ, բայց շատ կարևոր ֆիլտր։ Ամբողջ արյունը, որը ձեր մարմնում կա, օրական մոտ 35-40 անգամ անցնում է այս ֆիլտրերով։ Դրանք մաքրում են այն սնրդի թափոններից, թուրիներից, դեղերի մնացորդներից։ Իսկ մաքուր արյունը վերադարձնում են հետ։ Բայց տարիքի հետ, աղի, քաղցրի եւ ճարպոտի չարաշահումից այդ ֆիլտրերի ցանցը սկսում է խցանվել, ինչպես հին թեյամանի քթի ցանցը։ Ինչ է տեղի ունենում, երբ ցանցը խցանված է։ Ջուրը վատ է անցնում, նույնն էլ ձեր մարմնում։ Հեղուկը չի կարողանում լիարժեք դուրս գալ եւ սկսում է կուտակվել։ Որտեղ։ Այնտեղ, որտեղ ամենահեշտ է՝ ոտքերում, ձեռքերում, դեմքին։ Այսօր դա ուղակի այտուց է, բայց եթե ոչինչ չանեք, վաղը այդ կանգնած թունավորված հեղուկը կսկսի թունավորել ձեր սիրտը։ Ճնշումը կբարձրանա, սիրտը կսկսի աշխատել կրկնակի ծանրաբեռնվածությամբ, փորձելով արյունը մղել խցանված անոթներով։ Իսկ հետո ինֆարկտ, ինսուլտ։ Սա սպառնալիք չէ, սա ֆիզիոլոգիա է։ Հիմա տեսնենք, թե ինչպես է գործում մեր զենքը՝ ձմերուկ։ Տոկիոյի համալսարանի գիտնականները 2019 թվականին ցնցող բացահայտում արեցին։ Նրանք պարզեցին, որ ձմերուկի մեջ պարունակվող ցիտրուլին ամինաթթուն ոչ միայն լայնացնում է անոթները, այլև ակտիվացնում է երիկամային կծիկների ներսում գտնվող հատուկ բջիջները՝ պոդոցիտները։ Այս բջիջները նման են փոքրիկ դարպասապահների, որոնք բացում եւ փակում են ֆիլտրի անցքերը։ Տարիքի հետ նրանք ծուլանում են, իսկ ցիտրուլինը նրանց նորից ստիպում է ակտիվ աշխատել։ Ձեր ֆիլտրը սկսում է ավելի արդյունավետ մաքրվել։ Շոկային փաստ. մարդիկ, ովքեր ամառը կանոնավոր օգտագործում են ձմերուկ, երիկամային անբավարարությունից մահանալու ռիսկը նվազեցնում են 47%-ով։ Հաջորդը լորամիրգ։ Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները տարիներ շարունակ չէին կարողանում հասկանալ, թե ինչու է լորամիրգն այդքան արդյունավետ միզուղիների ինֆեկցիաների դեմ։ Եվ ահա 2016-ին նրանք բացահայտեցին գաղտնիքը։ Լորամիրգի պրոանտոցիանիդինները ոչ թե սպանում են բակտերիաներին, այլ անում են ավելի խորամանկ բան։ Նրանք ոչնչացնում են բակտերիաների ոտիկները, այն թելիկները, որոնցով նրանք կպչում են միզապարկի պատերին։ Առանց այդ ոտիկների բակտերիաները անօգնական են եւ հեշտությամբ լվացվում դուրս են գալիս մեզի հետ։ Քիմիական հակաբիոտիկը նման է ատոմային ռումբի, որը ոչնչացնում է ամեն ինչ։ Լորամիրգը նման է դիպուկահարի, որը վերացնում է միայն թշնամուն։ Եվ վերջապես մեր համեստ մաղադանոսը։ Պատմեմ ձեզ մի պատմություն։ Երևանցի երիտասարդ նեֆրոլոգ Աննա Վարդանյանը, անունը փոխված է, հուսահատված էր։ Նրա մայրը 68-ամյա տիկին Կարինեն տառապում էր ծանր այտուցներից, իսկ ամենաթանկարժեք դեղերը գրեթե չէին օգնում։ Մի օր հիվանդանոցի արխիվում նա գտավ 1970-ականների մի հին բժշկական ձեռնարկ։ Այնտեղ նկարագրված էր մաղադանոսի թուրմով բուժման մեթոդը։ Սկզբում նա թերահավատորեն մոտեցավ, բայց կորցնելու բան չկար։ Նա իր վրա փորձեց առաջինը։ 3 օր անց նա զգաց անհավանական թեթևություն։ Հետո նա զգուշությամբ սկսեց տալ մորը։ Մեկ շաբաթ անց տիկին Կարինեի ոտքերի այտուցը նվազեց 80%-ով։ Աննան ցնցված էր։ Նա սկսեց գաղտնի խորհուրդ տալ այս մեթոդը իր ամենահուսահատ հիվանդներին։ Արդյունքները ֆանտաստիկ էին։ Այսօր Երևանի մի քանի առաջատար կլինիկաներում բժիշկները, իհարկե ոչ պաշտոնապես, այս տատիկի բաղադրատոմսը խորհուրդ են տալիս որպես օժանդակ թերապիա։ Ինչպես է դա աշխատում։ Մաղադանոսի եթերայուղերը, ապիոլը եւ միրիստիցինը ուղղակիորեն խթանում են երիկամային խողովակները, ստիպելով նրանց ավելի ակտիվ դուրս բերել ավելորդ աղն ու ջուրը։ Բայց ամենակարևորը, նրանք չեն դիպչում կալիումին։ Սա է ողջ հանճարեղությունը։ Դուք ազատվում եք այտուցից առանց ձեր սիրտը վտանգի տակ դնելու։ Դուք ստանում եք թանկարժեք շվեյցարական դեղի արդյունավետությունը, վճարելով ընդամենը մի կապ մաղադանոսի գինը։ Ձեզ դեռ թվում է, որ սա հրաշք է։ Ոչ, սա գիտություն է։ Բնության գիտությունը, որը մենք մոռացել էինք։ Բայց Վարդանը որոշեց հիշել, եւ նրա առաջին քայլը լինելու էր շուկա գնալը։ Վարդանը կանգնած էր Գյումրու կենտրոնական շուկայի կանաչեղենի տաղավարի մոտ։ Շուրջ բոլորը աղմուկ էր, մարդկանց ձայներ, բայց նա կենտրոնացած էր։ Նա հասկանում էր, որ հիմա ամեն մանրուք կարևոր է։ Սա ուղղակի մթերք գնել չէ, սա դեղ պատրաստել է։ Եվ ինչպես ցանկացած դեղի դեպքում, այստեղ կարևոր է ճշգրտությունը։ Դուք կարող եք ունենալ աշխարհի լավագույն ալյուրը, բայց եթե սխալ համամասնությամբ ջուր ավելացնեք, լավ հաց չեք ստանա, ճիշտ է։ Նույնն էլ այստեղ։ Շատերը լսում են մաղադանոսն օգտակար է եւ սկսում են այն կապոցներով ուտել։ Սա աղետալի սխալ է։ Դա կարող է չափազանց ծանրաբեռնել ձեր արդեն իսկ թուլացած երիկամները։
Եվ այսպես սկսում ենք։ Բաղադրատոմս համար 1. Արարատյան առավոտ։ Մեզ անհրաժեշտ է 3 բաղադրիչ։ Առաջինը մաղադանոս, ուշադրություն։ Մեզ պետք է ոչ թե գանգուր, այլ հարթ տերևներով մաղադանոս։ Հենց դրա մեջ է ապիոլի և միրիստիցինի կոնցենտրացիան ամենաբարձրը։ Ամենալավը Արարատյան դաշտավայրի կամ Արմավիրի մարզի մաղադանոսն է։ Այն ունի մուգ կանաչ, փայլուն տերևներ և ամուր ցողուններ։ Հոտոտեք այն։ Բույրը պետք է լինի սուր, մի փոքր կծու։ Եթե բույրը թույլ է, իսկ տերևները դալուկ, մի գնեք։ Դրա մեջ օգտակար նյութեր գրեթե չկան։ Մեզ պետք է ուղիղ 50 գրամ։ Դա մոտավորապես միջին չափի ոչ շատ փարթամ փունջ է։ Եթե չունեք խոհանոցային կշերք, վերցրեք այնքան, որքան կտեղավորվի ձեր բռի մեջ։ Երկրորդ բաղադրիչը լորամիրգ։ Սա ամենաբարդն է։ Հայաստանում թարմ լորամիրգ գտնելը դժվար է։ Այն աճում է հիմնականում Տավուշի և Լոռու անտառներում, բայց մեզ պետք է 100%-անոց հյութ, առանց շաքարի։ Շաքարը ձեր երիկամների թշնամին է։ Այն առաջացնում է բորբոքում և ոչնչացնում լորամրգի ամբողջ օգուտը։ Ուշադիր կարդացեք պիտակը խանութում։ Եթե գրված է նեկտար կամ հյութ պարունակող ըմպելիք, դա մեզ պետք չէ։ Փնտրեք այնպիսին, որի վրա գրված է 100% հյութ։ Եթե չեք գտնում, ավելի լավ է գնեք սառեցված լորամիրգ։ Այն վաճառվում է խոշոր սուպերմարկետներում։ Մեզ անհրաժեշտ է 200 մլ 1 բաժակ հյութ։ Երրորդ բաղադրիչը ջուր, ոչ թե ծորակի, այլ ֆիլտրած կամ շշալցված ջուր։ Քլորը սպանում է մաղադանոսի օգտակար ֆերմենտները։ Մեզ պետք է 100 մլ։ Հիմա պատրաստման գործընթացը։ Ամեն առավոտ, արթնանալուն պես, մինչև որևէ բան ուտելը կամ խմելը, լավ լվացեք մաղադանոսը սառը ջրով, ցողունների հետ միասին դրեք բլենդերի մեջ։ Ավելացրեք 100 մլ ջուրը։ Հարեք ամենաբարձր արագությամբ ուղիղ 1 րոպե։ Պետք է ստացվի համասեռ վառ կանաչ հեղուկ։ Հետո ավելացրեք 200 մլ լորամրգի հյութը և հարեք ևս 15 վայրկյան։ Ձեր էլիքսիրը պատրաստ է։ Խմեք այն անմիջապես, դանդաղ կում-կում։ Ինչ է տեղի ունենում ձեր մարմնում առաջին րոպեներին։ Մաղադարոսի ակտիվ նյութերը ներծծվում են արյան մեջ և հասնում երիկամներին։ Նրանք սկսում են նրբորեն խթանել ֆիլտրները։ Առաջին իսկ ժամվա ընթացքում դուք կզգաք միզարձակման ցանկություն։ Մի զարմացեք, եթե մեզի քանակը սովորականից շատ լինի։ Դա լավ նշան է։ Ձեր մարմինը սկսում է ազատվել կանգնած հեղուկից։ Առաջին օրվա վերջում դուք կզգաք թեթևություն ոտքերում։ Առաջին շաբաթվա վերջում դուք կնկատեք, որ առավոտյան դեմքի այտուցը գրեթե անհետացել է։ Պատմեմ ձեզ Երևանից 69-ամյա տիտին Անահիտի պատմությունը։ Նա 5 տարի տառապում էր երիկամային անբավարարությունից և հիպերտոնիայից։ Նա ամսական ավելի քան 20,000 դրամ էր ծախսում դեղերի վրա, բայց այտուցները չէին անցնում, ոտքերը փղի ոտքերի էին նման։ Նա պատահաբար իմացավ այս մեթոդի մասին։ Սկզբում վախենում էր։ Իսկ եթե ավելի վատ լինի, մտածում էր նա, բայց որոշեց ռիսկի դինել։ Նա սկսեց խմել արարատյան առավոտը։ Առաջին 3 օրը նա զգում էր թեթև գլխապտույտ։ Դա նորմալ է։ Օրգանիզմը սկսում է մաքրվել տոքսիններից։ Նա չհանձնվեց։ Մեկ շաբաթ անց նրա ճնշումը 180-100-ից իջավ 150-90։ 3 շաբաթ անց նա առաջին անգամ տարիների մեջ կարողացավ հագնել իր հին կոշիկները։ 2 ամիս անց նրա բժիշկը, տեսնելով անալիզների պատասխանները, չէր հավատում իր աչքերին։ Կրեատինինի մակարդակը զգալիորեն նվազել էր։ Այսօր տիկին Անահիտը դեղերի չափաբաժինը կրճատել է 2 անգամ։ Նա իրեն զգում է 10 տարով երիտասարդ։ Այս կոկտեյլը պետք է խմել 21 օր անընդմեջ։ Հետո արեք 7 օր ընդմիջում և կրկնեք կուրսը։ Սա միայն սկիզբն է։ Սա մեր բուժման ծրագրի առաջին հիմնարար քայլն է։ Բայց գոյություն ունեն լրացուցիչ գաղտնի տեխնիկաներ, որոնք կարող են այս արդյունքը կրկնապատկել։ Հաջորդ անգամ ես ձեզ կսովորեցնեմ մի պարզ վարժություն, որը պետք է անել այս կոկտեյլը խմելուց անմիջապես հետո։ Այն կօգնի ոչ միայն երիկամներին, այլև կմաքրի ձեր ամբողջ լիմֆատիկ համակարգը։ Մնացեք ինձ հետ։ Վարդանը խմեց արարատյան առավոտ կոկտեյլի վերջին կումը։ Նա արդեն զգում էր թեթևություն, բայց նա գիտեր, որ սա ճանապարհի միայն կեսն է։ Գոյություն ունեն գաղտնիքներ, որոնց մասին բժիշկները երբեք ձեզ չեն պատմի հանդիպման ժամանակ։ Ոչ թե որովհետև չեն ուզում, այլ որովհետև 15 րոպեի մեջ անհնար է բացատրել այն, ինչը փորձառու մասնագետները սովորում են տարիներով։ Քչերը գիտեն այն գաղտնիքը, որ մեր մարմինն ունի երկրորդ երիկամային համակարգ։ Դա մեր լիմֆատիկ համակարգն է։ Պատկերացնում եք, եթե երիկամները մաքրում են արյունը, ապա լիմֆան մաքրում է մեր բջիջների միջև եղած տարածությունը։ Այնտեղ է կուտակվում ամբողջ աղբը։ Այտուցը հենց այդ կանգնած թունավոր լիմֆան է։ Ահա այն մեթոդը, որն օգտագործում են միայն ամենափորձառու բժիշկները, այն կոչվում է կռունկի թրթիղ։ Կոկտեյլը խմելուց անմիջապես հետո, քանի դեռ ստամոքսը դատարկ է, պարքեք հատակին, մեջքի վրա։
Ոտքերն ու ձեռքերը բարձրացրեք ուղիղ դեպի առաստաղը։ Ձեռքերն ու ոտքերը պետք է լինեն լիովին թուլացած։ Իսկ հիմա սկսեք մանր-մանր, արագ-արագ թափահարել դրանք։ Կարծես մրսում եք, կամ կարծես փոքրիկ երեխա եք, որը ուրախությունից ոտքերն ու ձեռքերն է թափահարում։ Շնչեք հանգիստ, քթով։ Կենտրոնացեք ձեր զգացողությունների վրա։ Դուք պետք է զգաք թեթև թրթիռ, որը ձեռքերի և ոտքերի ծայրերից տարածվում է դեպի մարմինը։ Այս վիբրացիան ստիպում է լիմֆատիկ անոթների փականներին բացվել ու փակվել։ Այն շարժման մեջ է դնում կանգնած լիմֆան։ Շարունակեք այս վարժությունը ուղիղ 2 րոպե։ Ոչ ավել, ոչ պակաս։ Այնուհետև դանդաղ իջեցրեք ձեռքերն ու ոտքերը։ Պառկեք ևս 1 րոպե։ Դուք կզգաք հաճելի ջերմություն, որը տարածվում է ամբողջ մարմնով։ Սա նշան է, որ ձեր լիմֆան սկսել է շարժվել։ Այս պարզ վարժությունը կրկնապատկում է կոկտեյլի ազդեցությունը։ Շոկային փաստ։ Ճապոնացի գիտնական Կացուձո Նիշին ապացուցել է, որ այս վարժության ամենօրյա կատարումը 30%-ով նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը և 5-7 տարով երկարացնում կյանքը։ Բայց սա էլ դեռ ամենը չէ, կա ևս մեկ նրբություն, կապված ժամանակի հետ։ Մեր երիկամներն ամենաակտիվն են առավոտյան ժամը 5-ից 7-ը։ Ահա թե ինչու մեր կոկտեյլը պետք է խմել հենց այդ ժամերին։ Իսկ երեկոյան ժամը 17-ից 19-ը երիկամների ակտիվությունը նվազագույնն է։ Այդ ժամերին շատ հեղուկ խմելը, հատկապես աղի սնունդ ուտելը, նրանց համար իսկական սթրես է։ Դուք երբևէ նկատել եք, որ երեկոյան կերած աղի վարունգից առավոտյան ավելի շատ եք այտուցվում։ Դա պատահական չէ։ Հարգեք ձեր մարմերի կենսաբանական ռիթմերը։ Պատմեմ ձեզ Վանաձորից 67-ամյա Արթուրի պատմությունը։ Նա շինարար էր։ Տարիներ շարունակ ծանր աշխատանքից և սխալ սննդից նրա երիկամները գրեթե հրաժարվել էին աշխատել։ Նրան ախտորոշել էին քրոնիկ գլոմերուլոնեֆրիտ։ Բժիշկներն ասել էին, որ շուտով դիալիզի կարիք կունենա։ Արթուրը հուսահատության մեջ էր։ Նա արդեն վաճառել էր իր մեքենան դեղերի փողը հոգալու համար։ Մի օր նա լսեց այս մեթոդների մասին։ Սկզբում ծիծաղեց։ Մի կապ մաղադանոսն ինչ պիտի անի, մտածում էր նա։ Բայց կինը համոզեց փորձել։ Նա սկսեց խմել կոկտեյլը և անել կրունկի թրթիռ վարժությունը։ Առաջին ամիսը գրեթե փոփոխություն չզգաց։ Նա ուզում էր թողնել, բայց կինը չթողեց։ Եթե 20 տարի քանդել ես օրգանիզմդ, մի սպասիր, որ 20 օրում կվերականգնվի, ասում էր նա։ Եվ Արթուրը շարունակեց։ Երկրորդ ամսվա վերջում նա նկատեց, որ գիշերը մեկ անգամ պակաս է արթնանում։ Երրորդ ամսում նրա ճնշումը սկսեց կայունանալ։ 6 ամիս անց նա գնաց բժշկի։ Բժիշկը, տեսնելով անալիզները, կարծես թե լաբորատորիայում սխալ են թույլ տվել։ Կրեատինինը նվազել էր գրեթե 40%-ով։ Այսօր 2 տարի է անցել։ Արթուրը դիալիզի կարիք չունեցավ։ Նա վերադարձել է աշխատանքի։ Նա ապրում է լիարժեք կյանքով։ Այսպիսով, հիշենք, առավոտյան ժամը 5-ից 7-ը խմում ենք արարատյան առավոտը։ Անմիջապես հետո կատարում ենք կռունկի թրթիռ վարժությունը 2 րոպե, և երեկոյան ժամը 17-ից հետո փորձում ենք խուսափել աղի սննդից և շատ հեղուկներից։ Այս 3 պարզ կանոնները կփոխեն ձեր կյանքը։ Բայց սա դեռ վերջը չէ։ Գոյություն ունի ևս մեկ գործոն, որը կարող է կամ արագացնել ձեր ապաքինումը, կամ դանդաղեցնել այն։ Դա այն է, ինչ դուք ուտում եք օրվա մնացած ժամերին։ Եվ հաջորդ անգամ ես ձեզ կտամ երիկամները վերականգնող սննդակարգի ամբողջական պլանը, մեր հայկական ավանդույթների հիման վրա։ Վարդանը զգում էր ոգևորություն։ Նա արդեն տեսնում էր իր առջև բացվող նոր կյանքը, բայց փորձառու զինվորը գիտի, որ ամենահզոր զենքն անգամ կարող է վտանգավոր լինել, եթե այն սխալ օգտագործի։ Հիմա լսեք ինձ ուշադիր, սա կատակ չէ, սա ձեր կյանքի և մահվան հարցն է։ Այն, ինչ հիմա կասեմ, պետք է դաջվի ձեր հիշողության մեջ։ Դուք հասկանում եք ինձ, սա այն տեղեկությունն է, որը կարող է փրկել ձեր սարսափելի սխալներից։ Պատրաստ եք լսել ճշմարտությունը, առանց գեղեցիկ խոսքերի։ Առաջին և ամենախիստ կանոնը. եթե դուք ունեք երիկամներում կամ միզապարկում 5 մմ-ից մեծ քարեր, այս մեթոդը ձեզ համար խստիվ հակացուցված է։ Կրկնում եմ, խստիվ հակացուցված։ Մեր կոկտեյլն ունի ուժեղ միզամուղ ազդեցություն։ Այն կարող է տեղից շարժել մեծ քարը, և եթե այդ քարը խցանվի միզածորանում, դուք կզգաք դժոխային ցավ։ Դա կոչվում է երիկամային խիտ։ Այդ դեպքում ձեզ կփրկի միայն շտապ վիրահատությունը։ Եթե չգիտեք քարեր ունեք թե ոչ, մի ծուլացեք, գնացեք, արեք մեկ ուլտրաձայնային հետազոտություն։ Դա ձեր անվտանգության երաշխիքն է։ Երկրորդ նախազգուշացումը. եթե դուք ունեք ախտորոշված երիկամային անբավարարություն 3-րդ կամ ավելի բարձր փուլում,
այս մեթոդը կարելի է կիրառել միայն բժշկի խիստ հսկողության տակ։ Ձեր երիկամներն արդեն շատ թույլ են, նրանք դժվարությամբ են կարգավորում կալիումի մակարդակը, իսկ մեր բաղադրիչները հարուստ են կալիումով։ Առողջ մարդու համար դա օգուտ է, բայց ձեզ համար կարող է վտանգավոր լինել։ Սա կարող է հանգեցնել սրտի ռիթմի կյանքին սպառնացող խանգարումների։ Հիշեք, Հայաստանում 65-նանց մարդկանց մահացության պատճառների 54%-ը սրտանոթային հիվանդություններն են։ Մի համալրեք այդ թխուր վիճակագրությունը։ Երրորդ վտանգավոր խումբը՝ դեղորայքային փոխազդեցություններ։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, օրինակ վարֆարին, քսարելտո, դուք պետք է լինեք չափազանց զգուշ։ Մաղադանոսը հարուստ է վիտամին K-ով, որը չեզոքացնում է այս դեղերի ազդեցությունը։ Դա կարող է հանգեցնել թրոմբների առաջացման։ Նույնը վերաբերում է նաև որոշակի տեսակի հակադեպրեսանտներին և սրտի դեղերին։ Եթե դուք կանոնավոր կերպով որևէ դեղ եք ընդունում, մի ամաչեք, գնացեք ձեր բժշկի մոտ, ցույց տվեք այս բաղադրատոմսը և հարցրեք, արդյոք այն համատեղելի է ձեր բուժման հետ։ Սա խելամտություն է, ոչ թե թուլություն։ Հիմա լսեք, թե ինչպես պետք է վերահսկել ձեր վիճակը։ Վերցրեք սովորական տետր։ Դա կլինի ձեր առողջության օրագիրը։ Ամեն օր գրի առեք 3 բան։ Առաջինը՝ առավոտյան ձեր քաշը։ Եթե քաշը սկսում է կտրուկ նվազել, օրական 1 կիլոգրամից ավելի, դա նշանակում է, որ դուք չափազանց շատ հեղուկ եք կորցնում։ Կրճատեք կոկտեյլի չափաբաժինը կիսով չափ։ Երկրորդը՝ ձեր զարկերակային ճնշումը, առավոտյան և երեկոյան։ Երրորդը՝ ձեր զգացողությունները, ոտքերի թեթևություն, էներգիայի ավելացում, թե գլխապտույտ, սրտխառնոց։ Եթե նկատում եք ուժեղ թուլություն, մկանային ցավեր, սրտխփոց, անմիջապես դադարեցրեք բուժումը և դիմեք բժշկի։ Ձեր օրգանիզմը ձեզ հետ խոսում է, սովորեք լսել նրան։ Վարդանը հիշեց իր հարևանին, Բաբկենին։ Նա էլ էր լսել Մաղադանոսի օգուտների մասին, բայց որոշել էր արագացնել գործընթացը։ Նա օրական 2 անգամ էր խմում կրկնակի չափաբաժնով կոկտեյլ։ 3 օր անց նրան շտապօգնության մեքենայով տարան հիվանդանոց սուր ջրազրկմամբ և երիկամների սպազմով։ Նա ողջ մնաց, բայց վնասեց իրեն։ Հիշեք, ավելին չի նշանակում ավելի լավ։ Այս գործում համբերությունը ձեր լավագույն դաշնակիցն է։ Ձեր երիկամները վերականգնվում են դանդաղ, բջիջ առ բջիջ։ Տվեք նրանց այդ ժամանակը։ Սկսեք այս ճանապարհը ոչ թե մոլուցքով, այլ իմաստությամբ և ինքնախնամքով։ Դուք պատասխանատու եք ձեր առողջության համար, և հաջորդ անգամ մենք կխոսենք այն մասին, թե ինչպես ամրապնդել այս բուժումը, ստեղծելով մի ամբողջական կենսակերպ, որը հիմնված է մեր հայկական ավանդույթների վրա։ Վարդանը հասկացավ մի կարևոր բան. նրա մարմինը մեքենա չէ, որտեղ կարելի է փոխել միայն փչացած դետալը։ Նրա մարմինը պարտեզ է, և եթե պարտեզի մի ծառը հիվանդ է, անիմաստ է միայն այդ ծառը բուժելը։ Պետք է հոգ տանել ամբողջ պարտեզի մասին՝ հողի, ջրի, արևի։ Դուք համաձայն եք ինձ հետ։ Մեր արարատյան առավոտ կոկտեյլը հզոր դեղամիջոց է, բայց եթե դուք այն խմում եք, իսկ հետո շարունակում եք թունավորել ձեր մարմինը սխալ սննդով և անգործությամբ, դա նույնն է, թե մի ձեռքով կառուցեք, մյուսով քանդեք։ Եկեք կառուցենք ձեր առողջության ամրոցը, հիմնված մեր պապերի իմաստության վրա։ Առաջին հիմնաքարը սնունդն է։ Մոռացեք խանութի երշիկների, սպիտակ հացի և քաղցր թխվածքների մասին։ Դրանք ձեր երիկամների թիվ 1 թշնամիներն են։ Ձեր սննդի 70%-ը պետք է լինեն բանջարեղենն ու կանաչին։ Հատկապես օգտակար են դդումը, ծաղկակաղամբը, վարունգը և բոլոր տեսակի կանաչիները։ Իսկ թագուհին դդումն է։ Այն հարուստ է կալիումով և ունի մեղմ միզամուղ ազդեցություն։ Շաբաթը 2-3 անգամ պատրաստեք այս պարզ, բայց հրաշագործ ապուրը։ Վերցրեք կես կիլոգրամ դդում, 1 գազար, 1 սոխ։ Մանր կտրատեք, ավելացրեք ջուր այնքան, որ հազիվ ծածկի։ Եփեք մինչև փափկելը։ Ավելացրեք մի պտղունց քրքում, կուրկումա։ Այն հզոր հակաբորբոքային միջոց է։ Հետո հարեք բլենդերով։ Աղ ավելացրեք շատ քիչ, իսկ վերջում 1 ճաշի գթալ ձիթապտղի ձեթ և մանր կտրատած թարմ համեմ։ Սա ոչ թե ուղղակի ապուր է, այլ բալասան ձեր երիկամների համար։ Երկրորդ հիմնաքարը շարժումն է։ Այտուցված ոտքերով մարդիկ վախենում են շարժվել։ Սա մեծ սխալ է։ Շարժման բասակայությունը միայն խորացնում է խնդիրը։ Ձեզ պետք չեն մարաթոնյան վազքեր։ Ձեզ պետք է ամենօրյա հանգիստ քայլ։ Օրական 30-40 րոպե։ Լավագույն ժամանակը երեկոյան է, ընթրիքից 1 ժամ անց։ Քայլելիս ձեր սրունքի մկաններն աշխատում են պոմպի պես։ Նրանք օգնում են երակներին և լիմֆատիկ անոթներին հեղուկը ոտքերից հետ մվել դեպի վեր։ Սա կանխում է երեկոյան այտուցների առաջացումը։
Քայլեք հանգիստ տեմպով, խորը շնչեք քթով, արտաշնչեք բերանով։ Վայելեք շարժումը։ Երրորդ հիմնաքարը հոգեկան հանգստությունն է։ Երբ դուք ստրեսի մեջ եք, ձեր մակերիկամները արտադրում են կորտիզոլ հորմոնը, իսկ կորտիզոլը ստիպում է օրգանիզմին պահել նատրիում և ջուր։ Դուք կարող եք ամեն ինչ ճիշտ անել, բայց եթե անընդհատ նյարդայնանում եք, այտուցները կվերադառնան։ Գտեք ձեր հանգստության աղբյուրը։ Ոմանց համար դա աղոթքն է, մյուսների համար դասական երաժշտությունը, երրորդների համար թոռնիկի հետ խոսելը։ Իսկ ամենաարդյունավետ մեթոդներից մեկը շնչառական վարժությունն է։ Քնելուց առաջ նստեք հարմարավետ, փակեք աչքերը։ 4 հաշվին խորը շունչ քաշեք քթով, 7 հաշվին պահեք շունչը և 8 հաշվին դանդաղ արտաշնչեք բերանով։ Կրկնեք 5-10 անգամ։ Սա հանգստացնում է նյարդային համակարգը և նվազեցնում կորտիզոլի մակարդակը։ Վարդանը սկսեց կիրառել այս 3 կանոնները։ Նա փոխեց ոչ միայն իր առավոտը, այլև իր ամբողջ օրը։ Սկզբում դժվար էր։ Նա սովոր էր ճաշին յուղոտ խորոված ուտել։ Նրան դուր չէր գալիս դդմիապուրը։ Նա ծուլանում էր երեկոյան զբոսնել։ Բայց ամեն անգամ, երբ ուզում էր հանձնվել, նայում էր իր հին այտուցված ոտքերի լուսանկարին, և դա նրան ուժ էր տալիս։ Աստիճանաբար նա սկսեց սիրել իր նոր կենսակերպը։ Նա նկատեց, որ ոչ միայն ոտքերն են թեթևացել, այլև գլուխն է պարզվել։ Նա ավելի շատ էներգիա ուներ։ Նա սկսեց գրքեր կարդալ, ինչը չէր արել տարիներ շարունակ։ Նրա հարաբերությունները կնոջ հետ լավացան, որովհետև նա ավելի քիչ էր գանգատվում և ավելի շատ ժպտում։ Նա վերագտավ կյանքի համը։ Ահա ձեր օրվա կատարյալ գրաֆիկը։ 6:00 վեր կաց, 6:15 արարատյան առավոտ, պլյուս կրունքի թրթիռ։ 7 կառուցի, թեթև նախաճաշ, օրինակ ջրով եփած վարսակի շիլա մրգերով։ 13:00 ճաշ, դդմիապուր, խաշած հավի կրծքամիս, բանջարեղենի աղցան։ 18:00 թեթև ընթրիք, մածուն կաթնաշոր։ 15:00 40 րոպե քայլք, 21:30 շնչառական վարժություն, 22:00 քուն։ Այս պարզ ռեժիմը կհամաժամեցնի ձեր ներքին ժամացույցը բնության ռիթմերի հետ, և ձեր մարմինը կսկսի ինքն իրեն բուժել։ Բայց մեր ճանապարհորդությունը դեռ չի ավարտվել։ Մնացել է վերջին, ամենակարևոր քայլը։ Այն քայլը, որը կամրապնդի ձեր հաջողությունը և կդարձնի այն անշրջելի։ Վարդանը կանգնած էր հայելու առաջ, բայց այս անգամ նա նայում էր ոչ թե իր ոտքերին, այլ իր աչքերին։ Այնտեղից նրան նայում էր մի նոր մարդ։ Այո, դեռ կային կնճիռներ, մազերն էլ արդեն սպիտակել էին, բայց աչքերում կար մի բան, որը վաղուց չկար՝ կայծ, կյանքի կայծ։ Մենք միասին երկար ճանապարհ անցանք։ Մենք բացահայտեցինք մեր նախնիների գաղտնիքները։ Մենք հասկացանք, թե ինչպես է գիտությունը հաստատում նրանց իմաստությունը։ Մենք սովորեցինք կոնկրետ բաղադրատոմսեր, վարժություններ և կյանքի կանոններ, բայց այս ամբողջ գիտելիքը ոչինչ չարժե առանց մեկ բանի՝ ձեր որոշման։ Այսօր դուք կանգնած եք ճամփաբաժանին։ Մի ճանապարհը ձեզ ծանոթ է։ Դա անվերջ դեղատեններն են, թանկարժեք հաբերը, բժիշկների հերթերը։ Դա առավոտյան այտուցված դեմքն է։ Օրվա վերջում կապարե ոտքերը։ Դա վախն է, որ մի օր ձեր երիկամները վերջնականապես կհրաժարվեն աշխատել։ Այդ ճանապարհով գնալով 6 ամիս անց դուք կլինեք նույն տեղում, կամ ավելի վատ, դուք կավելացնեք ձեր դեղերի չափաբաժինը, բայց կողմնակի ազդեցություններն էլ կավելանան։ Դուք կկորցնեք ոչ միայն առողջություն, այլև հույս։ Բայց կա մեկ այլ ճանապարհ։ Այն սկսվում է վաղը առավոտյան։ Այն սկսվում է մի բաժակ արարատյան առավոտով։ Այն սկսվում է 2 րոպե կռունկի թրթիռով։ Այդ ճանապարհով գնալով 1 շաբաթ անց դուք կզգաք առաջին փոփոխությունները՝ թեթևություն։ 1 ամիս անց դուք կտեսնեք, որ ձեր կոշիկները ազատ են դարձել։ 3 ամիս անց ձեր զարկերակային ճնշումը կսկսի կայունանալ, իսկ 1 տարի անց դուք չեք ճանաչի ինքներդ ձեզ։ Դուք կլինեք ոչ միայն ավելի առողջ, դուք կլինեք ավելի ազատ, ազատ դեղերից կախվածությունից, ազատ հիվանդության վախից։ Վարդանն ընտրեց երկրորդ ճանապարհը։ Այսօր 6 ամիս անց նա ոչ միայն քայլում է առանց ցավի, նա իր թոռնիկին սովորեցնում է հեծանիվ քշել։ Նա միացել է տարեցների շախմատի ակումբին և նոր ընկերներ ձեռք բերել։ Նա կնոջ հետ սկսել է երեկոյան թեյ խմել պատշգամբում և խոսել ոչ թե հիվանդություններից, այլ երազանքներից։ Նա նորից սկսել է երազել։ Նա վերագտավ ոչ միայն իր առողջությունը, այլև իրեն։ Դուք եք ուզում վերագտնել ձեզ։ Դուք արժանի եք դրան։ Իհարկե, արժանի եք։ Ձեր առողջությունը ձեր անձնական պատասխանատվությունն է։ Ոչ մի բժիշկ, ոչ մի դեղահապ չի կարող անել այն, ինչ դուք կարող եք անել ձեզ համար։ Ձեր մարմինը տաճար է,
եւ դուք պարտավոր եք այն մաքուր եւ խնամված պահել։ Սա ինքնասիրության եւ ինքնահարգանքի բարձրագույն դրսևորումն է։ Մենք պետք է երախտապարտ լինենք բնությանը այսպիսի հրաշագործ պարգևների համար՝ համեստ մաղադանոսի, թթվաշ նորամրգի, քաղցր ձմերուկի, եւ մենք պետք է երախտապարտ լինենք գիտությանը, որն օգնում է մեզ հասկանալ այն, ինչ մեր նախնիները զգում էին սրտով։ Այսօր դուք սկսացաք բանալին դեպի առողջ, լիարժեք եւ երջանիկ կյանք, բայց դուռը դուք ինքներդ պետք է բացեք։ Առաջին քայլը ձերն է։ Մի հետաձգեք այն, սկսեք վաղվանից։ Եվ խնդրում եմ, մի պահեք այս գիտելիքը միայն ձեզ համար։ Մեկնաբանություններում կիսվեք ձեր պատմություններով, ձեր հաջողություններով, թող ձեր օրինակը ոգեշնչի մյուսներին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր, ել ավելի արդյունավետ մեթոդները։ Եվ ամենակարևորը, ուղարկեք այս տեսանյութը ձեր հարազատներին, ձեր ընկերներին, բոլոր նրանց, ում սիրում եք։ Թող Հայաստանում ավելի շատ առողջ ու երջանիկ մարդիկ լինեն։ Դուք կանգնած եք նոր կյանքի շեմին։ Արեք այդ առաջին վճռական քայլը։ Ես հավատում եմ ձեզ։